կառուցան մեջ եք, թե ոչ ձեր թույլտվությամբ ուղղակի խոչընդոտելու տեսանկյունից է դա։ Դրանից դրա համար պատասխան դատան ձեր թույլտվությունը ուզում խնդրել մի քանի դրա շուրջ հարցերով ենք ուժում։ Բարձրաբանում Այս փոլոք չէ, Չէ, դա շատ է, ես ուրեմն փորձում եմ ելույթով ասել։ Պատասխան դատան, նախ եւ առաջ ինչպես արդեն ուժողների խոսքից մենք հասկացանք, նախ եւ առաջ իրենք աշխարհիկ մարդ են զգում, իրենք այդպես էլ ներկայացան։ Իրենք աշխարհիկ մարդիկ են։ Որպես աշխարհիկ մարդիկ իհարկե իրենք իրավունք ունեն եկեղեցու տարածք մտնելու, բայց ոչ հոգեվորականի համար նախատեսված վայր։ Դրա մասին չի խոսքը։ Ես որ ասում հայ առաքելական եկեղեցուց դուրս են, որպես հոգեվորական իրենք դուրս են։ Եվ դա չի կարող քննարկվել, որ այսօր որևէ մարմին ակերտ չի կարող ասել։ Չի կարող պետական մարմինը որոշել, որ իրենք օրինակ հոգեվորական են։ Հաստատի ծառայություն մատուցելը, այսինքն հիմա մեկն էլ ուզում է օրինակ վարչապետ աշխատի, ուրեմն պետք է իրավունք ունենա գնա նստի կառավարության շենք ասես վարչապետ է։ Այդպես ոչ չի, դրա համար կա ընթացակարգ։ Իրենք հոգեվորական չեն եւ իրենք չեն կարող լինել։ Մեկ, երկրորդ, ինչ են իրենք ասում։ Իրենց խոսքի մեջ որևիցե միթե նույնիսկ ակնարկ չեղավ, որ Մկրտիչ սրբազանը կարող է ազդել իրենց ցուցմունքների վրա։ Ասում են խանգարում են մենք աշխատենք։ Խանգարում են ձեզ աշխատել, վարչական խորհուրդել է խանգարում, մենք միջնորդեք, թե վարչական խորհրդի անդամներ կալանավորեն նույնիսկ աշխատեք։ Մենք այստեղ չենք քննարկում իրենց աշխատանքի հարցը, որ իրենք ապօրինի զավթելով նման գործունեություն են զան եւ պատասխան են տալու դրա համար չկասկածեն, թող որևիցե մեկ էստեղ։ Դրա համար պատասխան են տալու։ Այդ ապօրինի գործունեություն համար։ Բայց իրենց ցուցմունքների վրա ազդեցությունը 0 է։ Չկա այդպիսի բան։ Իրենք չեն ընդունում հոգևոր իշխանությունը։ Իրանք այստեղ են ամենահնարած կաթողիկոսի հարգանք այսպես հարգալից խոսում։ Իրենք դուրսը լրատվամիջոցների հանդեպ շատ անհարգալից են արտահայտվում։ Եվ այս պայմաններում մկրտիչը բարձր այսպես է, դատանը պետք է հետաքրքրի բան, լավ, եթե մկրտիչը բազանա ազատության մեջ է։ Կարող է ազդել նրանց վրա, իրենք վախեցնել, ինչ անել, եւ այլն, որովհետեւ նրանք իրենց ցուցմունքները փոխեն, ճշմարտությունը թաքցնեն։ Այդպիսի բան չկա, այդպիսի փաստ այստեղ չնշեց։ Մեքենայի հետ կապված Արամայից Թախմազյանը նշած մեքենայի հետ կապված հարցը չհասկացա ինչ կապ ունի այստեղ։ Մայրաթորի կողքնել Աբրահամներ են կրկռում, հիմա դա ինչ կապ ունի այստեղ։ Այս վերջերս շատացել են տալ դրա։ Հիմա դա նշենք որպես ինչ։ Մյուսը պատվաժան դատարան։ Եկեղեցու փաստած ծառայություն իրականացնելու նման հարց տվեցի։ Տեսեք, Թալենի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Հովանավորանքը համարում են պղծված եկեղեցիներ, որովհետեւ ոչ հոգեվորականը պատարակ է անցկացրել, պատարական նման արարողություն եւ վերջերս Թալենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց պղծյալ եկեղեցու սրբագործման կարգ, դրանից հետո էլի գնացին պղծեցին։ Հակառակը իրենք նույնիսկ այնտեղ մարդկանց հրավիրելով հավատացին եւ պատարական նման արարողությունով այդ մարդկանց գցում են մեղքի տակ։ Իհարկե այստեղ իրավական մասով չեն քննարկում դա, բայց իրենք շատ դուրս վնաս են։ Բազրաբան եկեք անդադարան խորհուրդ այդ մասը ավարտեցի։ Հիմա մյուս հարցը։ Մեղադրողի դիրքորոշումները շատ հետաքրքիր։ Ես անկեղծ ասած, չգիտեմ ոնց արձագանքեմ։ Տեսեք, մեղադրողը իր միջնորդության մեջ հաղում է անում առաջացանի դատարանի որոշմանը, որը բողոքարկված է ինքը գիտի, այսինքն դա ոնց ասած ուղենիշ մի ընդունեք։ Այսինքն չհասկացա, իրենք ուղենիշ են ընդունում, մի բան որ բողոքարկված է, հիմա վերականիշի դատարանը որոշում է կայացրել, դա ուղենիշ չի, որովհետև ինչ բողոքարկման ընթացակարգ ունի։ Առաջացանի դատարանի որոշվել բողոքարկման ենթակա է եւ բողոքարկվել է, իրենք դա լավ գիտեն։ Եվ իրենք են դատարանին տեղեկացրել, որ գործը գտնվում է դատարանում։ Եկել է մեղադրական եզրակացության դատարան։ Եվ ինչ դատախազությունը չի ստացել այդ որոշումը, դա ինչ-որ բան փոխում է։ Եթե հիմա դատանը որոշում կայացնի ու կողմից մեկը չստանա, դրանով այդ դատանի որոշումը առ ոչինչ է դառնում։ Չի ստացել կստանա, բայց դա որևիցե կերպ չի խոչընդոտում եւ չի պակասեցնում այդ որոշման ուժը։ Այսքանը։